Դուք լսել եք, որ Տերը Աբրահամի հետ ուխտի մեջ մտավ։ Եվ նաև գիտենք, որ Տերը պատվիրեց, որպեսզի 8-րդ օրը թլպատեն երեխային։ Բոլոր արու զավակներին 8-րդ օրը պիտի թլպատեն։ Ինչու հենց 8-րդ օրը։ Որն է 8-րդ օրվա խորհուրդը։ Շատերը կարդալով Աստվածաշունչը ուզում են հասկանալ, ինչու Տերը հենց 8-րդ օրը հրամայեց, պատվիրեց, որպեսզի թլպատեն արու զավակներին։ Ինչպես միշտ մեր Սուրբ Հայրերի հոգևոր գանձերից պիտի օգտվենք, պիտի մեր Սուրբ Հայրերից վերցնենք եւ փոխանցենք ձեզ։ Ըստ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու 8-րդ օրը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը։ Եվ թլպատությունը ոչ թե զուտ մարմնավոր նշանի համար էր, այլ հավատի վկայության համար էր։ Եվ մենք գիտենք, որ Տերը, մեր Աստվածը, ոչ թե զուտ օրենքի կատարումն էր պահանջում, այլ որպեսզի օրենքի հոգևոր կողմը մարդիկ հասկանան, բայց քանի որ հրեաները չհասկացան, ապա այդպես էլ մնացին օրենքի տակ եւ օրենքին ծառա եղան։ Սակայն 8-րդ օրը դա կիրակին է, եւ կիրակի օրը խորհրդանշում է հավիտենական կյանքը։ Ըստ եկեղեցու Սուրբ Հայրերի ամբողջ աշխարհի պատմությունը բաժանվում է 8 ժամանակաշրջանների, որոնցից 8-րդը արդեն հավիտենական կյանքն է լինելու եւ այլևս չի ավարտվելու։ Եվ 8-րդը հավիտենական կիրակին է լինելու, որն այլևս չի փոխվելու եւ երկուշաբթի այլևս չի գալու, որովհետեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի լինի կիրակի օրը։ Եվ այդ կիրակին հավիտենական պիտի լինի։ Այսօրվա կիրակին էլ, այն կիրակիները, որոնք մենք անց ենք կացնում եկեղեցում, հենց այդ հավիտենական կիրակին են խորհրդանշում, հավիտենական կյանքն են խորհրդանշում։ Եվ 8-րդ օրվա թլպատությունը միայն օրենքի համար չէր, այլ որպեսզի օրենքի միջոցով մարդիկ հոգևորը հասկանային։ Իսկ հոգևոր իմաստի մասին, հոգևոր կողմի մասին խոսում է հենց Սուրբ Պողոս առաքյալը։ Փիլիպեցիներին ուղղված իր թղթում Սուրբ Պողոս առաքյալը ասում է, որովհետև իսկական թլպատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, եւ ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը։ Իսկ Կողոսացիներին ուղղված թղթում Սուրբ Պողոս առաքյալը 2-րդ գլխում գրում է. Նրան